Նիկոլի Վարչաբենդ, երկի ու բարի համույթը թող լավ պատրաստվի, շուտով իրենք դատվելու են, նստեն եւ այնտեղ թող շաբաշով երկեն ու բարեն։ Ըստ այդմ, այնուամենայնիվ, երբ որ նայում ես շուրջը, տեսնում ես, որ ի զարմանս բոլորի, այնուամենայնիվ միջև հիմա կան մարդիկ, ովքեր պաշտպանում են Նիկոլին եւ անգամ փորձում են վիրավորել մեզ, այսինքն բոլոր նրանց, ովքեր որ պարզապես անվանում են իրենց անուններով, այսինքն անվանում ենք Նիկոլի բոլոր արարքները, բացահայտ չարիք։ Եվ մյուս կողմից ես վստահ եմ, որ անգամ այդ սատանային պաշտպանողները հասկանում են, որ արդեն ինքը անցել է բոլոր հնարավոր սահմանները։ Ընդհանուր առմամբ, որ մտածում ես ովքեր են պաշտպանում, հասկանում ես, որ այդ երկու խմբերի պատկանող մարդիկ են, կամ Նիկոլից սնվում են, եւ ըստ այդմ շահ ունեն, ու ըստ այդմ նույն չարիքի գրողն են, եւ կամ էլ այդպես կոչված fake մարդիկ են, որ Facebook-ում էջ ունեն, բայց դրա տակը մարդ չկա, կամ էլ մարդ չկա այլ իմաստով։ Եվ այս ամբողջը իհարկե տխուր է, բայց այնուամենայնիվ մտածում ես, որ տեսեք, օրինակ Նիկոլի այդ կեղծ հայտարարությունը իբր թե իրական Հայաստանի առավելագույնս ակնհայտ դարձավ նոր տարվա գիշերը, երբ որ Հայաստանի Հանրապետության իր կողմից գովերքվող Հայաստանի Հանրապետության հրապարակում ճնշող մեծամասնությամբ հնդիկներ էին կամ սևամորթներ ու տարբեր երկրների փաստացի երևի թե ճնշող մեծամասնությամբ ապօրին իմիգրանտներ։ Ու այդ թեմայով առանձին կարելի է խոսել, կարելի է ասել, որ դա ամբողջ լատենտ հանցագործությունների աղբյուր կարող է դառնալ, այնուամենայնիվ այդ թեմայով արդեն հետաքրքիր չէ խոսել։ Եվ ընդհանրապես, ես ինքս էլ անդադ դատապարտում եմ, երբ որ մարդիկ սկսում են մանր բաների մասին խոսել, որովհետև գիտեք, օրինակ մտածում եմ, երբ որ ամբողջ փողոցները սառույցով էին պատած, ես մտածում էի, որ առաջ եթե մենք նման բան տեսնեինք, մենք իհարկե կհազանգեինք, մենք իհարկե կբողոքեինք, իսկ հիմա մտածում ես, որ զանգես, ու ինքդ ես սկսում ծիծաղել, որ մտածում ես զանգես, իսկ պատասխանեն, որ գիտեք ինչ, Արցախը հանձնել է, Հայաստանը հանձնում է, ամբողջությամբ Հայաստանը լցրել է թուրքերով, իսկ դուք փողոցի սառույցի մասին եք անհանգստանում։ Եվ փաստացի մենք հիրավի հասել ենք այն վիճակի, որ արդեն ոչ մի մանր տարրը չի հետաքրքրում։ Եվ մյուս կողմից մենք անընդմեջ իրար մեջ խոսում ենք, քննարկելով, որ ինչպես եղավ, որ մենք այսքան գլորվեցինք, ինչպես եղավ, որ մենք այս վիճակի հասանք։ Եվ իհարկե մի կողմից չեմ ուզում, որովհետև այդ վերլուծաբանները այնքան շատ են, որ որին նայում ես վերլուծաբան է, պայքարող չմնաց։ Բայց մյուս կողմից էլ իրոք, ինչպես եղավ, որ մենք այսքան հեշտ ընդունեցինք դավաճանին։ Ինչպես եղավ, որ մենք այսքան հեշտ հանձնվեցինք, այդքան հեշտ լքեցին մարդիկ Արցախը, ինչպես եղավ, որ ճնշող մեծամասնությունը մարդկանց պարզապես հաշտվեց մտքի հետ, որ իշխանությանը հանցագործ է և դավաճան, և ոչ մի քայլ ոչ մեկ չի անում։ Եվ կարելի է, մյուս կողմից կարելի է մտածել, որ միգուցե մարդիկ պասիվ են և դրա համար ոչ մի բան չեն անում, բայց նայում ես և տեսնում ես, որ մարդիկ իրենց բնակարանների կամ իրենց տնամերձ հողերի ամեն մի քառակուսի մետրի համար կռիվ են անում, իսկ Նիկոլը հանձնել է 12 միլիարդ քառակուսի մետր և ոչ ոք դրա համար չի անհանգստանում։ Ու կարելի է նորից մտածել, որ միգուցե մարդիկ չեն ընկալում դա որպես յուրային, և հիրավի սա է ցավը, ամենամեծ ցավը հենց սա է, որովհետև մի կողմից երկիրը ամբողջությամբ ավերվում է, մյուս կողմից հերթական կորուստներ են սպասվում, այս երկերեսանի թրիփի պատճառով մենք կարող ենք կորցնել նաև Զանգեզուրը։ Եվ այդ ամբողջի հետ մեկտեղ շարունակում ենք տեսնել, որ ժողովուրդը պասիվ է, իսկ նրանք, ովքեր որ պետք է որ պայքարեին, միայն ամբողջությամբ ընկղմված են իրար մեջ գզվրտոցով։ Սա է ամենազարհուրելին։ Տղերք, ձեզ ընտրել են դրա համար չէ, որ դուք կոստյումչիկներով գնաք ու այդտեղ նստեք։ Ձեզ ընտրել են, որպեսզի դուք պայքարեք Նիկոլի դեմ և տապալեք Նիկոլին։ Անցավ գրեթե 8 տարի, 8 տարի իշխանության գլխին նստած է դավաճանը, 8 տարի մենք կորցնում ենք ազգային ինքնությունը բոլոր մակարդակներում,
Այս սա է զարհուրելին, սարսափելի, ու ամեն անգամ մտածում ես, ինչպես ապրես ընդհանրապես նման պայմաններում, բայց տեսնում ես, որ եւ ոչ մի տեղ, ոչ մի ձևով պայքար չկա։ Ու գիտեք, ամենասարսափելին նաեւ դա է, որ բոլորը տարանջատ են։ Տարանջատ են բոլոր մակարդակներում։ Եկեղեցին փաստացի լքված է եւ ոչ ոք լուրջ քայլեր չի ձեռնարկում եկեղեցին պաշտպանելու ուղղությամբ։ Այսօր Միքայել Սրբազանի դատն էր ու մենք մի կողմից ուրախանում ենք, ասում ենք լավ է, որ խափանման միջոցը փոխեցին, բայց ուրախանալու բան չկա, որովհետեւ ամբողջությամբ ապօրինի դատ է։ Մենք ապրում ենք փաստացի երկրում, որում մեր սրբազանները հեշտությամբ կարող են ապօրինի դատվել եւ ժողովուրդը էլի կլռի։ Ու էլի կլռի նաեւ ընդդիմության իբր թե առաջնորդները։ Ու դրա համար գիտեք, ես ամեն անգամ մտածում եմ, մենք ինչ-որ կոչով էինք հանդես գալիս եւ ոչ մի կոչ էլ չեմ անում, ես պահանջում եմ, որ վերջապես նրանք բոլորը, ովքեր որ իբր թե քաղաքական գործիչ են, միավորվեն եւ իրական պայքար տանեն սատանայի ու դավաճանի դեմ։ Բայց մյուս կողմից հասկանում եմ, մարդիկ ասում են լավ, դա քաղաքական է, ամբողջությամբ ոչ, վաղուց Նիկոլի դեմ պայքարը վաղուց դուրս է եկել քաղաքական սահմաններից։ Սա վաղուց քաղաքական կամ հասարակական պայքար չէ, մենք դա անընդհատ կրկնում ենք։ Սա պայքար է չարիքի դեմ, իսկ չարիքի դեմ պայքարելը յուրաքանչյուր մարդու սուրբ պարտականությունն է։ Եվ դրա համար նորից ու նորից մենք ունենք տարբերակներ, անհապաղ միավորվել։ Բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է անհապաղ միավորվեն, այլ ընտրանք չկա, եւ մենք կարող ենք այս նման մի կոչով հանդես գանք։ Մենք կոչ ենք անում, որ ամբողջ ընդդիմադիր գործիչները, ովքեր հորջորջվում են որպես քաղաքական գործիչներ, միավորվեն եւ խնդրեն որդիական խոնարհությամբ դիմեն Միքայել Սրբազանին, խնդրելով, որ ինքը առաջնորդ լինի միասնական ընդդիմության։ Եվ մենք գոնե այդ դեպքում տեսնում ենք, որ լուծումը ընդհանուր առմամբ հնարավոր կլինի։ Ու մի բան էլ, որ անընդհատ մտածում ենք։ Մենք հասկանում ենք, որ ցավոք սրտի ամբողջը գնում է դեպի ընտրություններ, բայց մենք տեսել ենք այս 30 տարվա ընթացքում ինչպես էին ընթանում ընտրությունները։ Եվ դրա համար ընտրությունների մասին չէ, որ հիմա պետք է խոսքը գնա, այլ նորից ու նորից հանցագործը պետք է դատվի եւ նստի եւ ոչ թե մտածի թե ինչպես է ինքը մասնակցելու ընտրությունների։